Պետրոս, սրան, որ այսքան կանչում ես դե, աշխատանքա, չէ։ Սրան փող տալիս ես, դու տարեկան 44 միլիոն 900 հազար փող ստանում ես։ Բայց սրան ինչ ես տալի։ Արա գոնե մեղ կա, տենում ես վրան հալել չկա։ Ես երևի ճիճու միճու էլ ունի։ Մի ղազախական ցորեն ինչ է, գոնե մի գալուս մի լագյան ղազախական ցորեն տու որ սա ուտի։ Լսի, դու բան ես անում, հա։ Ասում է վախեր ունես, հա։ Պետրոս ուզում ես այնց անենք սա աստե չգա։ Վախեցնենք սրան չգա։ Գիտես ինչից է վախենում սա։ Ոնց որ սրանք Սամվել Կարապետյանի նկարից այնց են վախենում, ոնց որ շունը տիրոջից։ Մի հատ Սամվել Կարապետյանի նկարը ստե միտեղ կախեք, հմեկի մոտ միտեղ, վեր սրանց ոտստից կտրվի։ Վախենում են, տենան փախնում են։ Ու բանավեճի էլ քանի որ չեն կարող արհեստական բանականության հետ են ուզում բանավեճի մտնեն։ Այդ տղա ջան։ Սամվել Կարապետյանի արհեստական բանավեճի մեջ մտնելուց առաջ հələ մի հատ հիշի թե իզնից քանի անգամ ես դու բանավեճից փախել։ Ամսաթվերով ասեմ, չէ Պետրոս։ 25 թվականի մայիսի 12-ին, հունիսի 9-ին, սեպտեմբերի 8-ին, հոկտեմբերի 13-ին, նոյեմբերի 10-ին։ Ես իմ ոտով եկել եմ ազգային ժողով, որ քո հետ հանդիպեմ, հատկապես քո հետ, դու այդ հանդիպումից փախել ես։ Հիմա դու հանդիպումից փախնող ես, եկել ես բանավեճի ես հրավիրում։ Եկել ենք դե վիճեիր։ Հրտենայմ ինչ պիտի վիճեի դու, ինչ կարաս դու վիճես, այ բախտավաց։ Պետրոս, վախկոտ մենակ նապաստակներին են ասում, թե ուրիշ կենթաներ են նապաստակ ասում։ Օրինակ, Հարավային Ամերիկա դու գնացած կաս, կենսաբանությունից ոնց ես դու։ Հələ մի բան հարցնեմ։ Օրինակ, եթե դու կենսաբանությունից լավ ես, քարակոսը էդի լամայա թե դդում է։ Հա, կարաս ասես։ Ռուբինյան ջան, քարակոսը չգիտեմ, բայց որ վարչապետին հանդիպես, կասես քոսը դա հիվանդություն է, որը առաջանում է ուշ լողանալուց։ Դրա մեկ տարեք լողացրիք։